Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Առնվազն մինչև 2018 թվականը, որովհետև Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո միշտ եղել են հարգալից գործընկերական փոխհարաբերություններ հայոց պետականության եւ մեր ազգային եկեղեցու միջև։ Մեր գործող սահմանադրության 18-րդ հոդվածը շատ հստակորեն ամրագրում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ կարգավիճակը, միաժամանակ ընդգծելով, որ կրոնական կազմակերպությունները եւ պետությունը միմյանցից անջատ են, այսինքն ամրագրված է աշխարհիկ պետության սկզբունքը եւ հստակ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, որպես հանրային իշխանություն ճանաչում է կրոնական բոլոր կազմակերպությունների ինքնավարությունը։ Հիմա եկեք էվոլյուցիային անդրադառնանք, թե ինչպես են այս սկզբունքները ձևավորվել 1990 թվականից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց իր պետական անկախությունը։ 1991 թվականին, երբ ընդունվեց խղճի ազատության վերաբերյալ օրենքը, շատ առաջադիմական օրենք, որը գործում է մինչև այժմ, արդեն իսկ այդ օրենքի նախաբանում հստակ կերպով հայոց նոր ազգային պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում էր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերը։ Այդ նախաբանի երկրորդ մասում ասվում էր, որ ղեկավարվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրով, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար։ Ազգապահպանությունը ես այստեղ ընդգծում եմ, եթե հիշում եք պարոն Մելքոնյանի զեկույցից, ազգապահպանությունը որպես առաջին թիրախ թուրքական իշխանությունների կողմից դիտվում է մի գործոն, որի համար անհրաժեշտ է պայքարել հայոց եկեղեցու, ազգային եկեղեցու դեմ։ Երբ որ մենք 2005 թվականի սահմանադրության փոփոխության ընթացքում ամրագրեցինք այն, ինչը կար օրենքում, ըստ էության սահմանադրության 8 պրիմ հոդվածում, մենք ազգապահպանման խնդիրը չներառեցինք սահմանադրության մեջ, որովհետև խոսքը գնում էր ինքնիշխան պետության մասին, ինքնիշխան պետության սահմանադրության մասին եւ ազգապահպանության խնդիրը դարձել էր առաջին հերթին բնականաբար պետության պարտականություն։ Բայց սահմանադրության 2005 թվականի խմբագրությամբ սահմանադրության 8 պրիմ հոդվածի ամենակարևոր հիմնասյունային կետերից մեկը նրանում էր կայանում, որ ուղղակիորեն ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը ի թիվս այլոց ազգային ինքնության պահպանման գործում։ Սա արդեն երկրորդ այն գործոնն է, որի վերաբերյալ պարոն Մելքոնյանը մեզ այստեղ տեղեկացրեց։ 2015 թվականի սահմանադրությունը ըստ էության որևէ փոփոխություն չի մտցրել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ սահմանադրական դրույթում, պարզապես 2015 թվականի սահմանադրության առաջին գլխում շատ ավելի հստակ տարանջատում է կատարված մի կողմից պետությունը անջատ է եկեղեցուց սկզբունքի եւ 17-րդ հոդված եւ սահմանադրության 18-րդ հոդված հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության վերաբերյալ։ Այդ հոդվածը առաջին մասը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման
եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Երբ որ սահմանադրությունը նաեւ 41-րդ հոդվածում խոսում է այն մասին, որ բոլոր կրոնական կազմակերպությունները իրավահավասար են եւ օժտված են ինքնավարության, կարող է առաջին հայացքից տպավորություն ստեղծվել, որ այնուամենայնիվ իրավահավասարություն չկա, որովհետեւ 18-րդ հոդվածը խոսում է առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։ Դա այդպես չէ, այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է այն բացառիկ դերը, որը որ կատարել է մեր ազգային եկեղեցին հայ ժողովրդի կյանքում եւ հենց այդ պատճառով է, որ այդ եկեղեցու նկատմամբ պետությունը ունի առանձնահատուկ վերաբերմունք եւ այդ առանձնահատուկ վերաբերմունքը 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո 2007 թվականի փետրվարի 22-ին ամրագրվեց արդեն Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների մասին օրենքում, որը նույնպես սահմանադրական պահանջ էր 2005 թվականի սահմանադրության, այդ դրույթը, այդ օրենքը գործում է մինչև այժմ։ Երբ որ այդ օրենքի երկրորդ հոդվածի երկրորդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մեր ազգային եկեղեցու ինքնավարությունը իր նվիրապետության սահմաններում, այդ դրույթը այսօրվա սահմանադրական իրավունքի 2015 թվականի սահմանադրության 41-րդ հոդվածի լույսի ներքո կարող է մի փոքր սահմանափակիչ թվալ, որովհետև 41-րդ հոդվածի 4-րդ մասը ամբողջությամբ է ճանաչում ցանկացած կրոնական կազմակերպության ինքնավարությունը, լինի դա նվիրապետության սահմաններում, լինի դա այլ ներքին, ուրեմն եկեղեցական գործերի կառավարման սահմաններում, այստեղ սակայն ամենակարևորը, որը որ դարձել է մեր համար ակտուալ, հենց նրանում է կայանում, որ Հայաստանի Հանրապետությունը իր պաշտոնատար անձինք, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շուրթերով իրականում ուղղակիորեն միջամտում է Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության ամենակարևոր մի շրջանի, մի գործոնի, որը հենց նվիրապետությունն է, այսինքն այն եկեղեցական պաշտոնների աշճաններին, որոնք որ բացառապես ազգային եկեղեցու իրավասության ներքո են գտնվում, ընդ որում սա վերաբերում է ոչ միայն մեր ազգային եկեղեցուն, այլ Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած եկեղեցու, որտեղ սահմանադրությունը ճանաչել է բոլոր կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Հիմա այս առումով ակնհայտ է, որ պետությունը միջամտում է եկեղեցու ներքին գործերին, որի իրավունքը ինքը չունի սահմանադրության 17-րդ եւ 18-րդ հոդվածի ուժով, 41-րդ հոդվածի վերջին 4-րդ մասի ուժով, չունի նաեւ 2007 թվականի ուրեմն համապատասխան օրենքի ուժով։ Եվ երբ որ պետական մարմինների կողմից, նաեւ ժուրնալիստների կողմից մոտարապես այսպիսի անալոգիա է անցկացվում, թե գիտեք ինչ կա, եթե պետությունը անջատ է եկեղեցուց, պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, ապա գործում է նաև հակառակը, եկեղեցին իրավունք չունի միջամտել պետության գործերին։ Բնավ այդպես չէ, սահմանադրությունը ելնում է ասիմետրիայից, պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, եկեղեցին իրավունք ունի իր պաշտոնատար անձանց միջոցով խոսել բոլոր ընթերությունների մասին, որը որ ունի այսօրվա Հայաստանի պետական իշխանությունը, խոսել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք որ ուղղակիորեն Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է որպես մեր եկեղեցու առաքելություն, նույն ազգապահպանության եւ առաջին հերթին մեր ազգային ինքնության պահպանության հարցերում։ Եթե մեր ազգային ինքնության բաղկացուցիչ մասը եղել է Արցախահայությունը, Արցախի եկեղեցին եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դավաճան ապաշնոր էպիցենտրները կարելի է շարունակել քաղաքականության պատճառով, մենք հիմա չունենք Արցախ եւ Արցախահայությունը փախստականի կարգավիճակում է հայտնվել, ապա բնականաբար մեր ազգային եկեղեցին առաջին հերթին իրավունք ունի եւ պարտավոր է այդ մասին խոսելը։
եւ դա չի կարող դիտվել որպես պետություն եկեղեցի ուրեմն անջատ լինելու սկզբունքի խախտում եւ պետության համար գործում է Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասը պետական մարմինները պաշտոնատար անձինք կարող են գործել միայն այնքանով որքանով որ իրենք ստացել են լիազորություն Սահմանադրության կամ օրենքի կողմից Նիկոլ Փաշինյանը իր նախարարները որևէ մեկը չի կարող մատնանշել որևէ իրավական նորմ, որը իրեն լիազորել է, թույլ է տվել գործելու այնպես, ինչպես հիմա գործում է Հայաստանի Հանրապետությունը ցինիկաբար եւ ինչպես մենք այսօրվա մեր քննարկման արդյունքում տեսանք, լիովին համահունչ այն ադրբեջանա-թուրքական տանդեմի պահանջներին, որոնց համար հայ եկեղեցին հայոց պետականության հետ համահավասար հանդիսանում է թշնամի։ Հետևաբար, երբ որ մենք խոսում ենք այդ ասիմետրիայի մասին, մենք պետք է հստակ հասկանանք, որ Սահմանադրության 6-րդ հոդվածը արգելում է պետությանը միջամտել, բայց Սահմանադրության 41-րդ հոդվածը հնարավորություն է տալիս, իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու, այդ թվում բնականաբար նաև եկեղեցու սպասավորներին ազատ արտահայտելու իրենց կարծիքը։ Իրենք կարող են քաղաքական ցանկացած հարցերով իրենց կարծիքը ազատորեն արտահայտել, քննադատել հանրային իշխանության քաղաքականությունը, քննադատել հանրային իշխանության մեջ գտնվող անձանց եւ դա որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես Հայաստանի Սահմանադրության եւ ընդհանրապես Հայաստանի օրենսդրության խախտում։ Հայաստանի օրենսդրության մեջ չկա որևէ մի դրույթ, որը ասենք անալոգիայի կարգով, ինչպես դատավորների հետ կապված, սահմանի, որ եկեղեցական գործիչները քաղաքական չեզոքության կամ զսպվածության պահանջի ներքո են գտնվում։ Նման որևէ դրույթ գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար այստեղ ասիմետրիան գործում է ամբողջությամբ։ Պետությունը իրավունք չունի, եկեղեցու սպասավորները իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականի Սահմանադրությունում համարագրեց այս կարևորագույն սկզբունքը մի կողմից աշխարհիկ պետականության, մյուս կողմից վերահաստատեց 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ ամրագրված հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը, այդ դրույթները ամրագրվեցին Սահմանադրության առաջին գլխում, այսինքն Սահմանադրական կարգի հիմունքների գլխում։ Իսկ Սահմանադրական կարգի հիմունքները բոլոր դրույթները առանց բացառության, ներառյալ մեր եկեղեցու հետ կապված, դրանք պետականության հիմնասյուներն են, հենասյուներն են։ Եթե դու խախտում ես այդ հենասյուները, դու հայոց պետականությունն ես դնում վտանգի տակ։ Ցավոք սրտի մենք այսօր հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ այդ վտանգները ուրեմն կան ոչ միայն մեր արտաքին թշնամիների կողմից, այլ նաև Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից, եւ ես կարծում եմ, որ մեր բոլորի առաքելությունը եւ մեր բոլորի նպատակը պետք է կայանա նրանում, որպեսզի մենք պահպանենք, պաշտպանենք մեր սահմանադրական կարգը եւ տվյալ պարագայում ամեն ինչ անենք, որպեսզի այն ոտնձգությունները, որոնք կատարվում են մեր ազգային եկեղեցու նկատմամբ, դադարեն եւ մենք նորից վերադառնանք այն բնականոն հարաբերություններին, որոնք գոյություն ունեցել պետության եւ եկեղեցու միջև մեր Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից ի վեր։ Շնորհակալություն։